աղոթքը ինչպես գիտեք դա երկխոսությունն է, միակ բանն է երկխոսությունն է, որ Աստված քրիստոնյաներից չի պահանջում ոչ իր կրթական մակարդակը, ոչ փորձառությունը, ասենք եթե գնում ես միտեղ աշխատանքի ես ընդունում միշտ, այս երկու բաները հարց փորձ են անում, ոչ հաշվի առնում մեր հակ ու կապը կամ հասարակության մեջ մեր դիրքը, որ ինչպիսի դիրք ենք զբաղեցնում, այլ Աստված միայն ուզում է, որպեսզի մենք իրեն մտերմանալու անկեղծ ցանկություն ունենանք։ Աղոթքը, ինչպես գիտենք, դա քրիստոնյայի շնչառությունն է։ Եթե մենք որպես ֆիզիկապես, եթե մենք ապրում ենք, գոյատևում ենք, մեզ ինչ է անհրաժեշտ։ Մեզ անհրաժեշտ է, որպեսզի մենք սնվենք, շունչ քաշենք, թթվածին է մեզ պետք, կերակուր է պետք, որպեսզի մեր անձերը գոյատևեն։ Իսկ քրիստոնյաների համար շատ կարևոր է աղոթքը, որպեսզի մենք աղոթենք, սենց կա մի Աստծո մարդ, Յոնգիչոն, երևի լսած կլինեք շատերը, ինքը ասում է, եթե հավատացյալը քրիստոնյան աղոթք չի անում, նա հոգևոր որբ է համարվում։ Երբ որ սկսում ես աղոթք անելը, մոտիկանում ես հոր հետ եւ ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Ուրեմն երբ մենք աղոթում ենք, պետք է մաքուր սրտով աղոթք անենք։ Որտեղ է գրված։ Դիմում ենք Աստվածաշնչին, Սաղմոս 64, 66, 16 համարը։ Եթե անհրաժեշտություն տեսնեի իմ սրտումը, Տերը չեր լսե ինձ, սակայն Աստված լսեց իմ աղոթքի ձայնին, մտիկ արավ, օրհնյալ է Աստված, որ իմ աղոթքս չմերժեց, ու իր ողորմությունը ինձ չհեռացրեց։ Գիտեք, մեր կյանքում լինում են դեպքեր, երբ մենք մեղքեր կա, որ դեռևս չենք խոստովանել ու փորձում ենք աղոթք անել, աղոթք բարձրացնենք Աստծուն, բայց պետք է չակնկալենք, որ այդ աղոթքի պատասխանները պիտի ստանանք։ Ես ուզում եմ մի օրինակ բերեմ, նմանավանդ աղջիկներին է վերաբերվում կանանց, երբ որ օրինակ ուզում եք մի հատ թխվածք թխեք, առաջնորդում եք ինչով բաղադրատար է կոչում, բաղադրատոմս է կոչում, ու երբ որ այդ դրանցից մի էլեմենտ, մի բան, ասենք դա ալյուրը պակաս է լինում, այդ թխվածքը չի ստացվում, կամ է ստացվում, որակ ինչ ստացվում։ Նույնպես էլ, բայց երբ որ ամեն ինչ իր տեղին այլնում, տեսնում ենք համով թխվածք է ստացվում ու համով էլ ճաշակում ենք։ Բայց նույն ձևել մեր մեղքերը, եթե մենք կա թաքնված մեղքեր, որոնք որ չենք խոստովանել, մենք չպիտի ակնկալենք, որ աղոթքի ժամանակ Աստված կարող է մեր աղոթքներին պատասխանը տալ։ Դրա համար պետք է այդ մեղքերը խոստովանենք, որովհետև Աստված հավատարիմ ու արդար է, յուրաքանչյուրիս մեղքերի թողություն տալու եւ ամեն անիրավությունից սրբելու։ Որպեսզի մեր աղոթքները պատասխանվեն, նախ մենք պետք է հավատացող սիրտ ունենանք։ Էլի դիմենք Աստվածաշնչի Մատթեոս 21-22-րդ գլուխ, 21-րդ գլուխ, 22-րդ համար։ Եվ ամեն ինչ որ աղոթքի մեջ խնդրենք, հավատալով կառնենք։ Ասենք, եթե մենք չհավատանք, բնականաբար մենք չենք ստանա պատասխանը։ Երբ որ հիվանդներին բերում էին Հիսուսի մոտ աղոթք անելու, տեսնում ենք, որ Հիսուսը ասում է, որ ձեր հավատքի չափով թող լինի։ Հիմա նույնպես էլ եթե առանց հավատքի մենք աղոթք անենք, այդ աղոթքները երկինք չի բարձրանալու եւ Աստծոց չպիտի ակնկալենք, որ պատասխան կստանանք։ Ինչու համար ենք մենք աղոթում։ Մենք աղոթում ենք Աստծուն փառաբանելու համար։ Ամենից առաջ աղոթքը Աստծո փառաբանելու նպատակ է հետապնդում։ Հովհաննեսի 14-13-ում ասում է. Իմ անունով ինչ որ խնդրեք, կկատարեմ, որպեսզի հայրը փառավորվի որդու մեջ։ Ասենք ամենակարևոր բաներից մեկն է, որպեսզի
մեր աղոթքի միջոցով Աստծուն փառաբանենք։ Մենք աղոթում ենք, որովհետև Աստված պատվիրում է որպեսզի աղոթել։ Նոր կտակարանի մեջ շատ դեպքեր կա, չէ՞ տենց օրինակ Առաջի Թեսաղոնիկեցիների 5:17 անդադար աղոթք արեք։ Մատթեոսի 26:41 արթուն կացեք եւ աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Գիտեք, եթե մի բան Աստված ասել է, ուրեմն հաստատ այդ փորձությունը գալու է։ Եվ ստեղ շարունակում է, որ մեր հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Գիտեք, շատ դեպքում մեր մարմինի այդ տկարությունը ինչ հաուկ է, մեր մարմինը չի ուզում, որպեսզի մենք աղոթք անենք։ Պետք է մենք մարմինին ստիպենք, որպեսզի աղոթքի կանենք։ Երբ որ աշակերտներին հավաքեց Հիսուսը գնաց 2-3 անգամ եկավ տեսավ իրանց զգուշացրեց, ասեց աղոթք արեք ու եկել է տեսել քնած վիճակում են եւ հանդիմանեց ասма 1 ժամ էլ չկարողացաք աղոթքի մեջ մնալ։ Հիմա Աստված մեզ ժամանակ է տվել, օրվա ընթացքում 24 ժամ ժամանակ է տվել։ Արդյոք մենք այս 10-րդը պահում ենք, թե չէ 2 ժամ 40 րոպե մենք աղոթքի մեջ ենք լինում, թե ոչ։ Հիսուսը իր աշակերտներին ասեց 1 ժամ չկարողացաք աղոթքի մեջ մնալ։ Եվ իրոք եւ Արտավազ եղբայրը եւ Հակոբ եղբայրը միշտ մեզ հորդորում է, որպեսզի երեկոյան աղոթքներին մասնակցենք։ Գոնե 1 ժամ կարողանանք մնալ աղոթքի մեջ։ Բայց ցավոք սրտից մեր մարմինը էլի չի ցանկանում, ասում ենք աշխատանքից ենք վերադառնում, հոգնած ենք, բայց Տերը ինչ ասում, ասում բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ եկեք ինձ մոտ եւ ես ձեզ հանգստություն պիտի տամ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, եկեք այս ժամին ստեղ եւ այդ հանգստությունը վայելեք։ Թե չէ որ գնաք տուն, պարկեք, քնեք, չեք հանգստանալու, ընդհակառակը ավելի վատ վիճակում կլինենք։ Մենք աղոթում ենք, որովհետեւ Հիսուսը շատ հաճախ էր առանձնանում Աստծո հետ ու աղոթում էր երկար ժամանակով ու երբեք չի ձանձրանում։ Ինձ էլ հորդորում է մեզ, որպեսզի մենք էլ աղոթք անենք ու չձանձրանանք։ Աստծո հետ հնարավոր չի ձանձրանալը։ Աղոթքը կարող է իրավիճակներ փոխել։ Նույնիսկ Աստվածաշունչը ուսուցանում է, որ աղոթքն բնության ընթացքը կարող է փոխել։ Ես չեմ ասում Հիսուսի մասին, կարող է մեկը ասի, դե Հիսուսը Աստվածը Աստծո որդի է, այդ հրաշքները իր համար անկարելի չէ, ամեն բան իր համար կարելի է։ Բայց երբ որ քննում ենք Եղիայի օրինակն ենք վերցնում, մեր նման գրքերի տեր մարդ է, ասում է աղոթք արեց ու 3.5 տարի անձրև չտեված եւ նրանից հետո աղոթք արեց ու հարդարատ անձրև եղավ, ասինքն եթե Եղիան կարողանում է, ինքը Աստված չի, այդ բնության ընթացքը փոխարինել, ձեզանից յուրաքանչյուրն էլ կարող է այդ բանը անել, որովհետեւ Աստված էլ է պատվիրել, որ եթե մանանեխի չափ հավատք ունենաք, ինչ ասեք կարաք անել։ Եթե մեկ ակնկալում ենք, որ մեր աղոթքները պատասխանին, ապա պետք է խնդրենք։ Հակոբոսը ասում է չեք ստանում, որովհետև չեք խնդրում։ Կամ խնդրում եք, բայց չարի եք խնդրում։ Դրա համար Աստված այդ աղոթքների պատասխանը չի տալիս, չեք ստանում։ Մի բան հիշեցի, մի տղա կար, սիրահարված էր մի աղջկա վրա ու աղոթում էր Աստծուն։ Գիտի որ ինչ որ խնդրի Աստված պետք է տրվի, պետք է տա։ Եվ իրեն որ աղջունը կատարյալ պետք է լինի, ասում Տեր Աստված թող քո կամքը լինի, բայց օլյան լինի։ Էլ Աստծո կամքը որտե մնաց որ օլյան պետք է լինի, բա միգուցե Աստծո կամքը օլյան չի, այլ զոյան է։ Դրա համար եթե թողենք Աստծո կամքը իրականանա, հապա Աստծո կամքը բարի, հաճելի ու կատարյալն է։ Մենք ամբողջ սրտով պետք է վստահենք Աստծուն, ակնկալելով, որ ինքը
մեր լավն է ուզում։ Ես ժամանակի սողության պատճառով չեմ ուզում ավելի շատ արտահայտվել, բայց վերջացնելով խոսքս կուզեմ այդ որ աղոթքը մեծ ազդեցություն է թողնում առաջի թագավորած առաջի գլխից սկսում է որ եկանան երկու կինուներ մեկը Փենանան է մյուսը Աննան գիտենք որ Փենանան զավակներ ունի իսկ Աննան զավակ չուներ եւ ինչ ասում Աստվածաշունչը առաջի թագավորած առաջի գլուխ 10-րդ համարը Աննան մտավ Աստծո տաճարը եւ աղոթեց ու դառնորեն լաց եղավ եւ ուխտ անելով ասաց ով զորաստեր եթե քո աղախնի նեղությունը տայես եւ հիշելով նրա խնդիրները մի արու զավակ տաս ես նրան տիրոջը կնվիրեմ միջև իր կյանքի վերջը մենք տեսնում ենք որ Աստված լսեց Աննայի աղոթքը եւ նույն ձևի արու զավակ տվեց գիտենք որ Սամվելների արու զավակը եւ բերեց տաճար իրոք Աստծուն նվիրեց հավատացյալի ջերմերանտ աղոթքը միշտ ընդունելի է լինում Աստծո համար